Բարի լույս հարգելի հետևորդներ, եթերում ABC լուրերի առավոտվա թողարկումն է, ես Սվետլանա Պետրոսյանն եմ։ ԱՄՆ Իսրայել-Իրան հակամարտության 10-րդ օրը Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը ամերիկյան կողմի նախաձեռնությամբ հեռախոսով զրուցել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ։ Մոտ 1 ժամ տևած զրույցի ընթացքում կողմերը քննարկել են Իրանի շուրջ ստեղծված վիճակը, նաև Ուկրաինայի հակամարտության կարգավորման շուրջ ընթացող բանակցությունները։ Թե ինչ այլ թեմաներ են քննարկվել, լսենք։ Պուտինը մի շարք նկատառումներ է արել, ուղղված Իրանում հակամարտության շուտապույտ քաղաքական դիվանագիտական կարգավորմանը։ Պուտինը դրական գնահատականներ է տվել անձամբ Միացյալ Նահանգների եւ Թրամփի միջնորդական ջանքերին Ուկրաինայի հակամարտության կարգավորման հարցում։ Թրամփը կրկին շահագրգռվածություն է հայտնել Ուկրաինայում շուտապույտ հրադադարի եւ երկարաժամկետ կարգավորման հարցում։ Ռուսաստանի եւ Միացյալ Նահանգների ղեկավարները զրույցի ընթացքում քննարկել են նաեւ Վենեսուելայի թեման։ Պուտինն ու Թրամփը կանոնավոր շփման պատրաստակամություն են հայտնել։ Զրույցից առաջ ամերիկյան լրատվամիջոցները գրել էին, որ նախագահ Դոնալդ Թրամփը խորհրդականներին հայտնել է, որ պատրաստ է աջակցել Իրանի նոր գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեիի սպանությանը, եթե վերջինս չընդունի Վաշինգտոնի պահանջները։ Ինչպես գիտեք, Իրանը նոր գերագույն առաջնորդ ունի։ Փորձագետների խորհուրդը ձայների մեծամասնությամբ երկրի երրորդ գերագույն առաջնորդ է ընտրել Ալի Խամենեիի որդուն Մոջթաբա Խամենեիին։ Նոր պաշտոնում Մոջթաբա Խամենեին կունենա վերջնական խոսքի իրավունք երկրի քաղաքական եւ ռազմական բոլոր հարցերում։ Ժամեր առաջ կայացել է երթմնակալության արարողությունը։ Իրանի պատմության մեջ առաջին անգամ գերագույն հոգևոր առաջնորդին փոխարինում է նրա որդին։ Ի տարբերություն հոր, Մոջթաբա Խամենեին երկար տարիներ գործել է ստվերում։ Երբեք չի զբաղեցրել պետական պաշտոններ, հանդես չի եկել հանրային ելույթներով եւ հարցազրույցներ չի տվել։ Նոր առաջնորդի ընտրությամբ ինչ կարող է փոխվել Իրանի քաղաքական համակարգում, Սեդա Գյուրեղյանի ռեպորտաժում։ Իրանի նոր գերագույն հոգևոր առաջնորդի ընտրությունը արդեն իսկ հայտնվել է աշխարհաքաղաքական քննարկումների կենտրոնում։ Բանիմացների խորհրդի նման որոշումը այս լարված փուլում հերթական ընտրությունը չէ, այլ ունի քաղաքական ենթատեքստ։ Ես կարծում եմ, որպես այդպեսին, եթե դիտարկենք, այո, շատ հստակ մեսիջ է եղել եւ Թրամփին եւ Նաթանյահուին, որ չի կարելի տեսակետ հայտնել կամ պարտադրել ինչ-որ քաղաքական կամք երկրի ներքին պետական քաղաքական հարցերում։ Մոջթաբա Խամենեիի դեպքը իսլամական հեղափոխությունից ի վեր միակն է, երբ որդին հաջորդում է հորը։ Խամենեիի որդու անունը իրանական մամուլում դեռ նախորդ տարի նախագահ Ռաիսիի ավիավթարից հետո էր շրջանառվում։ Հոգևոր առաջնորդի մահվան դեպքում ով էր փոխարինելու նրան։ Իրանի իշխանական համակարգի ներսում Ալի Խամենեիի երկրորդ որդու անունը միարժեք չէր ընկալվում որպես հոր ժառանգորդ, սակայն ստեղծված նոր իրադրությունը խաղում կանոններ է փոխել։ Սպանելով Ալի Խամենեիին, ԱՄՆ այսպես դե ֆակտո ստեղծեց նախադրյալ, որ նոր գերագույն հոգևոր առաջնորդ ընտրվի կոնսոլիդացված պայմաններում, ընտրվի նրա որդին, բայց մենք տեսնում ենք, որ էքստրեմալ պայմաններում անգամ այն շրջանակները, որոնք այսպես ասենք սովորական բնական վիճակի պարագայում դեմ կլինեին օրից որդի ժառանգության այս ընտրությանը, էքստրեմալ պայմաններում, այո, այս պատերազմի պայմաններում եւ հենց սպանված լինելու Խամենեիի սպանված լինելու հանգամանքի պայմաններում կարծում եմ կոնսոլիդացվել են կամ առնվազն լռել են այսպիսի ընտրության առնչությամբ։ Իրանագետն էլ պնդում է, որ բանիմացների խորհրդի որոշումը ընտրություններից մեկն էր, բայց ոչ միակը։ Վստահ եմ սրան, որովհետեւ այդ բանիմացների խորհուրդը բաղկացած է բավականին հեղինակավոր եւ լուրջ կրոնական պետերից, կրոնապետերից, կրոնագետ մարդկանցից, որ սրանք Իրանի գերագույն շահերի եւ Իրանի ամբողջականության ինքնիշխանության հարցում
տենց էմոցիոնալ մոտեցումներով չեն առաջնորդվում։ Ընդհանրապես փաստը ցույց է տվել այս տարիների ընթացքում, որ նրանց կայացած որոշումներն համապատասխանում են բազմաթիվ նախապայմանների եւ հատկությունների, որոնք իրենք հաշվի են առել։ Փորձագետների աչքից չի վրիպել մի հանգամանք եւս։ Իրանը կիրակի հայտարարեց նոր հոգևոր առաջնորդի անվան հրապարակման մասին։ Սա հաջորդել էր Իրանի անվտանգության խորհրդի քարտուղար Լարիջանիի այն հայտարարությանը, որ գերեվարել են ամերիկյան հատուկ ջոկատայինների եւ 2 գեներալի, եւ դա նոր հանգամանքներ է առաջ բերում։ Եթե իսկապես Իրանը գերեվարել է ամերիկացիներ եւ առավել եւս գեներալներ, ես կարծում եմ սա իհարկե Իրանի համար բավականին ազդեցիկ խաղաթուղթ է, Իրանի ձեռքին հայտնված բավականին ազդեցիկ խաղաթուղթ։ Դա անկասկած։ Իհարկե ասել, որ այդ հանգամանքը այդպես ամուր որևէ բանի երաշխիք կարող է լինել, կարծում եմ այդպես չէ, բայց ամուր քաղաքات կարող է լինել։ Փորձագետները նշում են, Մոջթաբա Խամենեիի ընտրությունը կարող է նշանակել Իրանի իշխանական համակարգի նոր փուլի սկիզբ, սակայն թե ինչպես դա կազդի երկրի ներքաղաքական հավասարակշռության եւ միջազգային հարաբերությունների վրա, մեծապես կախված կլինի առաջիկա զարգացումներից, հատկապես շարունակվող ռազմական ու դիվանագիտական դիմակայության ֆոնին։ Սեդա Կյուրեղյան, Գեգամ Ղազարյան, ABC Media։ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Իսլամական հեղափոխության նոր գերագույն հոգևոր առաջնորդին պաշտոնում ընտրվելու կապակցությամբ եւ ընդգծել, որ Հայաստանի եւ Իրանի միջև ամուր կապերը կշարունակեն զարգանալ։ Իրանի նոր առաջնորդին շնորհավորել են նաեւ Ռուսաստանի եւ Ադրբեջանի նախագահները։ Ի դեպ, Փաշինյանը 3 դարձյալ անվտանգության խորհրդի նիստ է անցկացրել։ Նիստում քննարկվել է տարածաշրջանում ստեղծված իրավիճակը։ Վարչապետին զեկուցել են ավելի վաղ տրված հանրահարականների կատարման մանրամասները, թե կոնկրետ ինչ հանրահարականների մասին է խոսքը, պաշտոնապես չի հաղորդվում։ Նիկոլ Փաշինյանը նաև մասնակցել է Եվրոպական խորհրդի նախագահի եւ Եվրոպական հանձնաժողովի նախագահի նախաձեռնությամբ անցկացված տեսակոնֆերանսին։ Փաշինյանը նշել է, որ Հայաստանը մտահոգությամբ է հետևում տարածաշրջանում զարգացող իրադարձություններին։ Նա կարևորել է լարվածության նվազեցման ուղղված դիվանագիտական ջանքերը եւ վերահաստատել Հայաստանի պատրաստակամությունը աջակցելու խաղաղության պահպանմանը։ Տեսաժողովին մասնակցել են նաև Հորդանանի, Եգիպտոսի, Բահրեյնի, Լիբանանի, Սիրիայի, Թուրքիայի, Իրաքի, Քաթարի, Քուվեյթի, Արաբական Միացյալ Էմիրությունների, Սաուդյան Արաբիայի եւ Օմանի առաջնորդները։ Տարածաշրջանային լարվածության վերաբերյալ հեռախոսով զրուցել են նաև Իրանի եւ Թուրքիայի նախագահները։ Իրանի նախագահը հայտարարել է, որ Թեհրանը պատրաստ է նպաստել Մերձավոր Արևելքում լարվածության նվազեցմանը, եթե հարևան երկրների տարածքները չօգտագործվեն Իրանի դեմ հարձակումների համար։ Իրանի նախագահը նաև հայտարարել է, որ ԱՄՆ-ն եւ Իսրայելը փորձում են անհամաձայնություն ստեղծել Թեհրանի եւ տարածաշրջանային պետությունների միջև։ Հեռախոսազանգից առաջ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ չնայած զգուշացումներին տարածաշրջանում շարունակում են սխալ եւ սադրիչ քայլերը։ Անկարան բանակցություններ է վարել 16 առաջնորդների հետ ճգնաժամը հաղթահարելու ուղի գտնելու համար։ Անկարան արդարության, միջազգային իրավունքի, Իրանում խաղաղության ու կայունության կողմից է եւ կողմ է հակամարտությունների լուծմանը երկխոսության միջոցով։ Հակամարտության սկզբից ի վեր թուրքական բոլոր սորավաժանումները գտնվում են բարձր պատրաստվածության վիճակում։ Իրանի հետ Թուրքիայի 3 սահմանային անցակետերում որևէ խնդիր կամ արգելափակում չկա եւ Անկարան շուրջօրյա հսկում է իր օդային տարածքում հնարավոր սպառնալիքները հայտնաբերելու համար F-16 կործանիչների, վաղ նախազգուշացման օդանավերի եւ լիցքավորվող ինքնաթիռների օգնությամբ։ Թուրքիան կշարունակի հետևել իրադարձությունների զարգացմանը ՆԱՏՕ-ի եւ այլ դաշնակիցների համակարգմամբ եւ լրացուցիչ միջոցներ կձեռնարկի իր անվտանգության ամրապնդման համար։ Ոչ ոք չպետք է ընկնի սիոնիստական զանգվածային սպանությունների թակարդը, որը փորձում է եղբորը հանել եղբոր դեմ։ Ավելի վաղ Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ ՆԱՏՕ-ի միջերկրական ծովի արևելքում տեղակայված հակաօդային պաշտպանության համակարգը որսացել է Իրանից արձակված երկրորդ բալիստիկ հրթիռը, որը մտել էր Թուրքիայի օդային տարածք։ Դեպքից հետո Անկարայում Իրանի դեսպանը կանչվել է արտաքին գործերի նախարարություն։
Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հայտարարել է, որ իրականացրել է հրթիռային հարվածների նոր ալիք, կիրառելով գերծանր հրթիռներ։ Իրանական աղբյուրների փոխանցմամբ Թեհրանի թիրախումը եղել Մերձավոր Արևելքում տեղակայված ամերիկյան եւ իսրայելական առնվազն 5 ռազմաբազա։ Այս զարգացումների ֆոնին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանի դեմ պատերազմը կարող է շուտով ավարտվել։ Նրա խոսքով ամերիկյան բանակը իր առջև դրված խնդիրները կատարում է նույնիսկ նախատեսված ժամկետից ավելի արագ։ Թրամփը նշել է, որ ռազմական առումով Իրանը գրեթե կորցրել է իր հնարավորությունները, հավելելով, որ երկիրը չունի ոչ լիարժեք նավատորմ, ոչ կապի համակարգեր, ոչ էլ արդյունավետ ռազմաօդային ուժեր։ ԱՄՆ նախագահը նաև զգուշացրել է Իսլամական Հանրապետությանը չդիմել պատասխան քայլերի, նշելով, որ հակառակ դեպքում դա կարող է լինել երկրի վերջը։ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիա։ Այսօր Փարիզում նա կմասնակցի միջուկային էներգիայի գագաթնաժողովին, իսկ վաղը Ստրասբուրգում ելույթ կունենա Եվրոպական խորհրդարանում։ Միևնույն ժամանակ իշխանության ներկայացուցիչները շարունակում են մարզային այցերը։ Նախորդ շաբաթվա վերջին իշխող թիմի հերթական շրջայցը եղել է Արագածոտնի եւ Շիրակի մարզերում։ Այս անգամ երթուղու մենյուն աշտարակի պոպոկն ու սուջուխն էին։ Խնամի դառնալու առաջարկից մինչև կաթողիկոսի եւ Արցախի թեմա իշխանական հերթական շրջայցի մանրամասները Անի Աբախյանի ռեպորտաժում։ Մեր այցերը ցնցում են համացանցը, շատ լավ։ Գոհ է Փաշինյանը, այցերը ցնցում են համացանցը։ Նախ որոշում են, ինչ երգով են նկարում առավոտյան սրտիկով տեսանյութը։ Շատ ավելի շատ տարածում եւ համակրանք կստանա, քան What a Wonderful World։ Երկրորդ հաստարկը What a Wonderful World դանդաղը։ Դանդաղը չէ, թող լինի ուրբաթ շաբաթ կիրակի երգը։ Թող լինի ու եղավ։ Զպտա միած զպտա։ Ներքաղաքական քարոզարշավը շաբաթ օրն Արագածոտնի եւ Շիրակի մարզերում էր։ Աշտարակի սուջուխը կերան, Գյումրիում սուրճ խմեցին։ Փաշինյանի ուղիղ եթերներում էին դրանք։ Նաեւ աջ ու ձախ կրծքանշաններ էր բաժանում ու փակցնում Փաշինյանը։ Երեխեք եկեք սրանից մի հատ նվիրեմ ձեզ։ Հա լավ զարդա։ Մերսի շատ։ Մի հատ էլ ձեզ։ Կապույտ ու դեղին երանգներով ավտոբուսի ուղևորների քարոզարշավը, որը կոչում են ներկուսակցական, աշտարակում եւ Թալինում հարթանցավ, ի տարբերություն Շիրակի։ Մարալիկում մարտի 1-ի եւ մանկապարտեզի գործերով էին հետաքրքրված բնակիչները։ Մարտի 1-ից հարցնելով ասում էին. «Չտեսանք մեկին դատեք»։ Մարտի 1-ի գործը տեսնիմ։ Որտե մեկի անգաժի բռնած է, չկա։ Ոնց է ուր անցավ, ինչ ես ասում։ Արիք։ Ով անցավ, արիք։ Ուրա մեկը տեսնիմ, մեկին ուրա։ Նախ մի։ Դադում հավեմ զարգես այդտեղ տարենը ստերել են։ Ում։ Քետ դադել են։ Բացոր եկամարտը սպանեցին մեկին չտեսում ուստա։ Կնստեն։ Իսկ մանկապարտեզի հարցը բարձրաձայնում էին Զորակապից Մարալիկ եկած տղամարդիկ։ Նրանցից մեկն ասում է. 5 թոռ ունի, բոլորն էլ մանկապարտեզի տարիքի են։ Ոնց անեն, եթե չունեն մանկապարտեզ։ Գյուղացին ասաց, հետո Փաշինյանն ասաց, հետո նորից գյուղացին, հետո խառնվեց համայնքի վարչական ղեկավարն ու նորից գյուղացին։ Փաշինյանի ուղիղ եթերում այս պատկերն էր։ Ինչքան պետք է լինի բա։ Մանկապարտեզը որտեղ է սարքենք, ինչ որ 1-ից 3 կիլոմետր հեռու ալնել։ Մենք չենք կարող մանկապարտեզն են սարքենք, որ բոլորի հայաթումը լինի։ Ասենք ինչ որ մեկ Մարալիկում Փաշինյանը մտավ բնակիչների տներ ու վարակույրներից փակցրեց կրծքանշանը, որն ըստ իրեն Այս վարակույրից եթե թույլ տակ կախենք, սենց մի հատ Հայաստանի քարտեզն է։ Թող հաջողություն բերի դեր տանը։ ավտոբուսն ուղևորվեց Պեմզաշեն, հետո Արթիկ։ Փաշինյանին ջերմ բարևներ մաղթողների մեջ մեկ քաղաքացի կար, որ այլ հարցով էր եկել։ Արցախի ու կաթողիկոսի վերաբերյալ հարց ու թեժ քննարկում սկսվեց նրանց միջև։ Մենք ունեցել ենք մեր տարածքները, սկսած Արցախով, դուք որպես հայ
Ես հասկանում եմ, ես հայ եւ վարչապետ։ Դուք ընտրում եք, որ Արցախը հայկական տարածք է եղել։ Սահակյան ջան, հայկական տարածքի մասին խոսք չի, ես Կաթողիկոսին ընտրում են աշխարհի հայերը, ինչպես կարող է վարչապետը չընդունել, Փաշինյանն արձագանքեց։ մի րոպե, ու կաթողիկոս չկա։ Կտրիչ Ներսիսյանը կաթողիկ։ Քեզ համար կաթողիկոս կա, Հայ ազգի կարող է ձեզ համար չլինի։ դուք հայ ազգը չեք ներկայացնում։ Լսեք։ Գյումրիում քարոզարշավը հանդիպումներով չսահմանափակվեց։ Փաշինյանը միացավ Գյումրիի բենդերից մեկին։ Այս անգամ ոչ թե ուրբաթ շաբաթ կիրակին նվագեցին ու սրտիկներ արեցին, այլ Արագածոտնի եւ Շիրակի մարզերում քարոզարշավն ամփոփեցին նախ հավաքի ընթացքում։ Առաջիկա ընտրությունների արդյունքում լինելու է հեղափոխություն 3։ Ամփոփումը շարունակվեց ավտոբուսում։ Վիդեո դեռ կհրապարակենք, շատ թաքուն վիդեո է, որ 1 ժամ 10 րոպե տևած ամփոփումից հետո ուղիղ եթերն ավարտվեց ու սկսվեց սա։ Ու սա էլ ավարտվեց։ Անի Աբաղյան, Աշոտ Բարբարյան, ABC Media։ Այս ֆոնին քաղաքական դաշտում շարունակվում են նաև կոշտ հայտարարությունները։ Միասնության թևեր քաղաքական նախաձեռնության ղեկավար Արման Թաթոյանը գրել է, որ Հայաստանի ապագան միութենական կազմի մեջ պատկերացնող մարդիկ իր համոզմամբ կամ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գործակալներն են, որոնք օգնում են նրան ներկայացնել որպես փրկիչ կամ պարզապես անհայրենիքներ են։ Հայաստանի անկախության փրկիչներ, ամեն օր քայքայում եք, ուղղակի էրոզիայի եք ենթարկում մեր երկրի անվտանգությունն ու թաքուն եք պահում մեզանից։ Մի քանի օր առաջ փաստերով ամեն ինչ ցույց տվեցի։ Դուք եք մեր ինքնիշխանության երաշխավորը։ Դուք եք դիրքորոշում ակնկալողները։ Ալիևի հայտարարությունները լսում եք, սեղանի տակից դուրս չեք գալիս։ Բա խոսեք, բան չունեք ասելու մեր սահմանները ձեր լուր թույլտվությամբ ձևափոխող Ադրբեջանին, թե Ադրբեջանի հետ միութենական պետություն էլ դուք եք ուզում մտնել։ Չփորձեք մեզ ներքաշել ձեր խաղերի մեջ։ Ահա թե ինչու եմ ասում, որ ես լինելու եմ Հայաստանի թեկնածուն առաջիկա ընտրություններում։ Ես իմ որոշումներում մշտապես առաջնորդվելու եմ Հայաստանի շահով։ Եվ վերջում եղանակի մասին։ Սպասվում է առանց ստեղումների եղանակ։ Ջերմաստիճանը ցերեկը կլինի 5-ից 7 աստիճան, իսկ գիշերը -2-ից -4 աստիճան։ Այս ժամի համար նախատեսել էինք այսքանը, շարունակեք հետևել մեզ YouTube-ում, Facebook-ում, Telegram-ում, WhatsApp-ում, Instagram-ում ու TikTok-ում կամ այցելեք մեր պաշտոնական կայք www.abcmedia.am։ Շնորհակալություն, որ մեզ հետ էիք, ABC լուրերի հաջորդ թողարկումը եթերում կլինի ժամը 12-ին։ Կհանդիպենք։